Ընդհանրապես մարդու հոգու նորոգության և փրկության գրավականը դա աղոթքն է։ Աղոթք, որ խոհեմ պետք է լինի, հավասարակշռված լինի։ Սի շատ կարևոր է աղոթքի հավասարակշռության մասին, խոհեմության մասին խոսել։ Ամենամեծ արվեստը աղոթքն է բոլոր մասնագիտությունների, բոլոր արվեստների, բոլոր աշխատանքների աշխատանքը վերին նպատակը աղոթքն է։ Ինչու է այդպես։ Որտեվ ի սկզբանե Աստված հրեշտակը երբ որ ստեղծեց եւ մարդուն էլ որ ստեղծեց, ուրիշ անելիք չկար, եթե ոչ աղոթել, այսինքն ճանաչել Արարչին, զրուցել նրա հետ, գտնվել Աստծո ներկայության մեջ, վայելել Աստվածային։ Աստված մարդուն չէր ստեղծել, որ շենքեր կառուցի, որ հող մշակի իրականում։ Պատվիրել էր, որ մշակի եւ պահպանի պարտեզը։ Այսինքն ամեն ինչ ձրիաբար տրված էր մարդուն եւ մարդու իրական առաքելությունը նպատակը Տիրոջը հնազանդվելը եւ Տիրոջի հետ զրուցելը, գտնվել Աստծո ներկայության մեջ։ Աստորեն ամենահեշտ թվացող բանը ամենադժվարը եղավ եւ Ադամը չկարողացավ պահել այդ պատվիրանը ու վտարվեց դրախտից։ Աղոթելու պատվիրանը չկարողացավ, Տիրոջը հնազանդվելու, Աստծո կամքի ներքո գտնվելու պատվիրանը չպահեց ու վտարվեց։ Եվ կարծես նույն պատմությունը այսօր յուրաքանչյուր մարդու հետ է կատարվում։ Իրական խոհեմ աղոթք դժվար է գտնել մարդկանց մեջ, իրական խոհեմ աղոթք։ Ինչու՞։ Աղոթքը նշանակում է կենթանի շփում Աստծո հետ, կենթանի շփում Աստծո հետ։ Իսկ Աստված ամենակարող է եւ ամենազոր է։ Եվ եթե մենք կենթանի շփման մեջ ենք Աստծո հետ, ապա անմիջապես նորոգվում ենք, անմիջապես։ Բայց ինչու չենք նորոգվում։ Աղոթում ենք, բայց չենք նորոգվում։ Ինչու կենթանի շփում Աստծո հետ մեզ չի ստացվում։ Որտեղ եթե ստացվի, ապա մենք հոգեպես գոնե խաղաղ, ուրախ ու երջանիկ կլինենք, ֆիզիկական տկարություններն էլ կհավասարակշռեն այդ հոգևոր ուրախությունը։ Ֆիզիկական տկարություններն ու մարմնավոր հիվանդությունները դրանք վտանգավոր չեն։ Իսկ հոգևոր ուրախությունը պարտադիր է, անհրաժեշտ է։ Մենք հոգով չպետք է տանջվենք։ Մարմնով հնարավոր է չարչարվենք, բայց ոչ հոգով տանջվենք։ Ուստի շատ անգամ ասում են Քրիստոսի չարչարանքները եւ չենք սիրում ասել Քրիստոսի տանջանքները, որտեղ Քրիստոս հոգով չտանջվեց, մարմնով չարչարվեց։ Մենք ճիշտ այդպես էլ մենք պարտավոր ենք սովորել աղոթքի գեղեցկությունը, հավասարակշռությունը, որպես կարողանանք պահպանել այն, որպեսզի կարողանանք ձեռք բերել կենթանի շփումն Աստծո հետ, որտեղ կենթանի շփումը կենթանի Աստծո հետ մեր հոգին կկենթանացնի։ Աղոթքի նախապայման է խոհեմությունը, այսինքն վստահությունը Տիրոջ հանդեպ, ճիշտ ընկալումը աղոթքի, ճիշտ ուղղվածությունը աղոթքի։ Երբ որ մենք աղոթում ենք, պետք է վստահ լինենք, որ Տերը լսում է մեզ, Աստված մեզ լսում է, եւ Աստված ներկա է ամեն ուրեք։ Եվ եթե մենք հավատում ենք ու վստահում ենք, որ Աստված լսում է մեզ, ուրեմն մենք ապահով իրավիճակում ենք, արդեն իսկ ապահով իրավիճակում ենք։ Կարևոր չէ մենք մեր աղոթքի պատասխաններ լսել ենք կամ դրանք իրականացել են, թե չեն իրականացել, հեչ կարևոր չի։ Կարևորը, որ մենք վայելենք այդ աղոթքի ներկայությունը, բայց ցավոք սրտի մենք շատ անգամ հենց աղոթքի սկզբից այս ճիշտ խոհեմ մոտեցումը չենք ցուցաբերում։ Վախով ենք աղոթում, նախապաշարումներով ենք աղոթում, արդենից վախեցած սկսում ենք մեր աղոթքը։ Ինչից ենք վախենում։ Տարբեր բաներից։
տարբեր մարդիկ տարբեր նախապաշարումներ ու տարբեր վախեր ունեն։ Հիմնականը մարդու վախի արդյունքը հիշողությունն է։ Երբ որ աղոթքի ենք կանգնում, կարծես մենք մեր եսը անձը չենք կարողանում մեզանից վանել, կտրել, հեռացնել, ազատ ու ակաշկանդ աղոթել, այլ անպայման մեր եսը, մեր վախը, այսինքն մեր հիշողությունը, մեր ենթագիտակցությունը մեզ խանգարում աղոթքի ժամանակ։ Գալիս մտնում աղոթքի մեջ, երբ որ մենք աղոթում ենք, այնքան ծանր է մեր վրա մեր կյանքը, մեր անցած չանցածը, մեր հիշողությունը, որ խառնվում է մեր աղոթքին, չի թողնում, որ մենք ազատ աղոթենք։ Այսինքն իրականում մեր աղոթքը դառնում է սրբագրում հիշողության, բայց ցավոք սրտի չենք էլ սրբագրում մեր հիշողությունը, չենք մաքրում մեր խիղճը, չէ, մեր միտքը, մեր ենթագիտակցություն չենք մաքրում աղոթքով, որտեղ եթե մաքրենք, ապա հաջորդ աղոթքը արդեն մաքուր աղոթք կլիներ, բայց ցավոք սրտի այդ հիշողությունը, որ գալիս է, որ իրականում որ դիմենք մաքրենք աղոթքով, սրբենք, թեթևանայենք, որպեսզի հաջորդ աղոթքը գոնե ազատ ու անկաշկանդ լիներ եւ անընդհատ, անընդմեջ եւ երկար ժամանակ, միգուցե միշտ մեր հիշողությունը մեզ խանգարում։ Մենք չենք հաշտվում մեր անցած կյանքի դեպքերի իրադարձությունների հետ։ Մեր հանդեպ կատարած վիրավորանքների եւ մեր ուրիշների հանդեպ կատարած սխալների ու մեղքերի։ Մարդը երկու տեսակ է՝ ինքը եւ աշխարհը։ Ինք աշխարհի հանդեպ հարաբերությունը եւ աշխարհը իր հանդեպ հարաբերությունը։ Այս երկու հարաբերությունների մեջ մենք շատ թերանում ենք եւ ունենք ահռելի մի բեռ մեր հոգու վրա կուտակված։ Եվ այդ բեռը դառնում է աղոթքի խանգարող հանգամանք։ Չենք կարողանում ազատ ու անկաշկանդ աղոթել։ Եվ չենք էլ կարողանում աղոթքով բեռը թեթևացնել։ Ինչու, որտեղ մենք կարծրացած նախապաշարումներ ունենք, կարծրացած վախեր ունենք, ծանր հիշողություններ ունենք, թողենք, թոթափենք այդ բոլորը։ Եվ երկրորդ, հնարավոր է մարդը երիտասարդ լինի, նոր կյանք մտած լինի, իրականում այդ հիշողությունները, ծանր բեռները կամ կյանքի դեպքերի իրադարձությունները դեռևս չեն կուտակվել նրա վրա, բայց միտքը անփորձ է, մտքից է կաղում, մտքի միջոցով մտավոր աշխարհի այդ անորոշության արդյունքում առաջանում են վախեր երիտասարդների, երեխաների մոտ, ավելի շատ դեռատիների մոտ, այսինքն 15-17 տարեկանն անցած հասունացած երեխաների մոտ, արդեն չափահասների մոտ, փոքրերի մոտ այդքան վտանգավոր չեն այդ վախերը, հեշտ են հաղթահարվում, բայց արդեն չափահաս երեխաների, երիտասարդների մոտ դժվար են հաղթահարվում, ինչու, որտեղ երեխաները անմեղ են, իրենց մոտ հեշտ է դա հաղթահարել, իրենց մոտ կարծրացած ոչինչ չկա, իսկ երիտասարդների մոտ արդեն կամաց սկսում է նկատվել բնավորություն, սովորություններ, որ դժվար է հաղթահարվում։ Եվ անպայման պետք է հոգևորականի խորհրդատվություն։ Շատ երիտասարդներ երիտասարդական ցանկությունների մեջ կյանքի մուտք գործելու դժվարությունների մեջ, որտեղ նրանք նոր կյանք են մուտք գործում եւ շատ անհասկանալի, անորոշ հարցեր կան իրենց համար, թե ներքին հոգևոր մտավոր իմաստով եւ թե աշխարհի հարաբերությունների իմաստով, շատ հարցեր կան իրենց մոտ, որ շատ մութ են, անորոշ են, անփորձ են, չեն տեսնում, չեն ճանաչում, չեն իմանում եւ անհրաժեշտ է խորհրդատվություն հոգևորականի, հատկապես եթե երեխան քրիստոնեական ընտանիքում զարգացած, մեծացած երեխա է,
որտեղ ինքը շատ բաներ մեղք է համարում իր համար մարդկային հարաբերությունների մեջ, հա, հատկապես իր տարեկից երիտասարդների հետ շփման ժամանակ շատ բաներ իր համար մեղք է համարում, հա, հայհոյանքը, ծեծկռտուքը, կռիվը իրեն պաշտպանելը եւ ուրիշ բաներ մեղք է համարում եւ իր համար դժվար է այդ հարաբերությունների մեջ ազատ ու անկաշկանդ դուրս գալ։ Այսինքն իրեն պաշտպանելը ուրիշի դեմ կանգնելը մեղք է թե մեղք չի։ Եվ ինչպես պաշտպանի, եթե դիմացինը հայհոյանքով է իր հետ խոսում։ Հայհոյանքով պատասխանի, կամ եթե իրեն խփում է, ինքը խփի իրեն, թե չէ։ Ինչպես պաշտպանի իրեն, հա։ Եվ այսպես ակամայից վախը, ստրկությունը մտնում է մեջը եւ ինքը չի կարողանում դեռևս հասունացած չի, որ աղոթքով կարողանա հաղթահարի եւ երկրորդ դեռևս միտքն էլ հասունացած չի, ուստի խիստ կարեւոր է հոգեվորականի խորհրդատվությունը, խիստ կարեւոր։ Ես տղայի պարագային ասեցի, նաեւ աղջիկների պարագային կարող են շատ բարդույթներ լինել, հա։ Ուստի պետք է անհրաժեշտ է հոգեվորականի խորհրդատվությունը, զրույցը, որպեսզի հոգեվորականը լսի երեխային, այս պարագային չափահաս երեխային եւ զրուցի նրա հետ խորհրդատվությամբ կարողանա դուրս հանել այդ վիճակին։ Իրականում երիտասարդ տարիքը շատ զորավոր տարիք է, ինչպես Հովհաննես Ավետարանիչն է ասում, թե ձեզ եմ գրում երիտասարդներ, որ զորավոր եք եւ հաղթեցիք չարին։ Ինչու է առանձնացնում երիտասարդներին Հովհաննես Ավետարանիչը եւ ասում հաղթեցիք չարին։ Ինչու, որտեղ այդ տարիքը ջերմեռանդ տարիք է։ Ինչ էլ որ նախաձեռնում է, ջերմեռանդություն կա, ուժ կա, կարողություն կա։ Բայց ցավոք սրտի մեր երիտասարդները իրենց այդ երիտասարդական ուժն ու կորովը գործադրում են ոչ թե բարի գործերի, ոչ թե առաքինությունների, ոչ թե աղոթքի մեջ, այլ ցավոք սրտի մեղքի մեջ են գործադրում։ Եվ արագ սպառվում են նրանց այդ երիտասարդական ուժն ու կորովը 20-22-3 տարեկան են դառնում, արդեն ծերացած են կարծես։ Տեսնում ես ամբողջ կորացած, ծերացած, հուսահատված, կյանքի իմաստը կորցրած, շատ արագ, մի 3-4 տարվա մեջ արդեն կորցնում են ամեն ինչ, ինչու որտև ճիշտ տեղում չգործադրեցին իրենց ուժն ու կարողությունը, այն ջերմեռանդությունը, այն սերը, այն եռանդը, որ պիտի ներդնեին եւ ավելանար, ճիշտ տեղ չգործադրեցին, ուրիշ տեղ գործադրեցին, սպառվեցին ու կորցրեցին այդ եռանդն ու ջերմեռանդությունը, մեղքի մեջ ուղղակի կորցրեցին, վերացավ։ Ուստի աղոթքի կարևորությունը խոհեմությունն է, սրբությունն է, անվախությունը։ Մենք երբ որ աղոթում ենք, պետք է ազատ ու անկաշկանդ աղոթենք, առանց որևէ նախապաշարումի, առանց որևէ վախի։ Չաղոթենք, որ Տեր Աստված ինձ բուժի, խնդրում եմ ինձ բուժի, հիվանդությունս վերացրու, չէ, սա ճիշտ աղոթք չէ, որտեղ Աստված գիտի երբ ինչ կվերացնի, ինչպես կվերացնի, մենք պետք է համակրպենք Տիրոջ կամքին, ասենք Տեր Աստված, ինձ համբերություն տուր, որպեսզի կարողանամ այս հիվանդությունը հաղթահարել։ Ինչքան պետք է կդիմանամ Աստծո օգնականությամբ, քո զորությամբ։ Դու ինձ ուղղակի համբերություն տուր, որպեսզի տանեմ այս ապաշխարությունը, հիվանդությունը եւ փառք տամ Տիրոջ ամեն ինչի մեջ։ Եթե մենք ինչ-որ նպատակ ունենք, որ մարմնավոր աշխարհիկ նպատակ է, որ մեզ համար խիստ կարևոր է եւ մենք անընդհատ աղոթում ենք, Տեր Աստված, այս գործը թող հաջողվի, գործերիս հաջողություն ունի, կարծես հիվանդագին աղոթք է դառնում, իրական աղոթք չի։ Եվ եթե անգամ հաջողվի էլ այդ գործը կամ հիվանդությունն էլ վերանա, այդ տեսակ
եթե հիվանդությունը վերանում է, բժշկվում ենք, առողջանում ենք, եւ եթե հաջողությունն մեր գործերի հաջողությանն ենք հասնում, ապա դա մեզ հոգևոր շահ չի տալիս, օգուտ չի տալիս, որտեղ մենք հիվանդակին կերպով մոտեցանք երևույթին։ Մենք պետք է ազատ ու անկաշկանդ աղոթենք մեր առողջությունը, գործերի հաջողությունը հանձնենք Տիրոջը։ Ինչ էլ որ կա այս աշխարհում, այս կյանքում, հանձնենք Տիրոջը, եւ Աստված ինքը գիտի ինչպես կտնօրինի, եւ մենք խոնարհաբար պետք է տանենք այդ բոլոր ինչ որ Աստված մեզ տվեց եւ հաղթահարենք։ Եվ երրորդ, մտավոր պատերազմի մեջ մարդու մտքի մեջ տարբեր տեսակի խորհուրդներ են գալիս, զգացումներ, ապրումներ են գալիս։ Եթե մենք ուզում ենք, որ մեր միտքը մաքուր լինի, ապա մեր զգայարանները պետք է մաքուր լինեն, մեր աչքերը պետք է մաքուր լինեն, ականջները մաքուր լինեն, սիրտը ամենակարևորը մաքուր լինի։ Դրսից մուտք գործող ամեն տեսակի թշնամիներին, աչքերի, ականջների, ձեռքերի, ոտքերի, շրթունքների, ռունգների, բերանի, շոշափելիքի միջոցով փակենք, թույլ չտանք, որ որևէ մեկը մուտք գործի մեր մեջ, որպեսզի մեր միտքը չպղտորվի։ Ինչպես ջուրը, եթե օտար կեղտոտ մուտք չունի, ապա մաքուր է մնում։ Իսկ եթե կեղտոտ պղտոր ջրերը մտնում են լճի մեջ, ապա պղտորում է։ Ճիշտ է այդպես էլ, եթե ուզում ենք մեր հոգևոր լիճը, մեր մտքի լիճը, մեր սրտի լիճը մաքուր լինի, ապա օտար պղտոր ջրերի մուտքը պետք է արգելենք։ Միայն մաքուր ակունքից ջուր պետք է խմենք, Սուրբ Հոգուց պետք է ջուր խմենք։ Աստվածային օրհնությունը պետք է ստանանք, աղոթքով պետք է Աստծո զորակցությունը ստանանք եւ օտար մուտքերը արգելենք։ Եվ վերջո պետք է աշխատենք նաեւ մեր մտքի հարատև մաքրության համար, այսինքն աղոթք պետք է անենք անկաշկանդ, թեթև, եւ մշտապես անverջ միտքը մաքուր պահել անհնարին է, այլ պետք է ընդհանուր հարաբերական խաղաղություն պահպանել եւ մտքի մաքրությունը ինքնիստինքյան կապահով, այսինքն որ սիրտդ հոգիդ խաղաղ է, հանգիստ է, միտքը ձգտում է դեպի խաղաղություն, բայց երբ որ հոգիդ վրդովված է, միտքդ անգամ մաքուր է լինի, չի կարողանում խաղաղ լինել, դե վերջո ալեկոծվում է միտքդ էլ, եթե հոգիդ սիրտդ խաղաղ չէ։ Ուստի այս մտքի եւ հոգու հարաբերությունը պետք է առողջ ու առույգ լինի։ Մտքի մաքրությունը պետք է օգնի հոգու խաղաղության եւ հոգու խաղաղությունը պետք է ապահովի մտքի մաքրություն։ Միշտ պետք է հոգին ու միտքը իրար հետ համագործակցեն։ Եվ այդպես կկարողանանք մենք մեր ընդհանուր խաղաղությունը պահպանել։ Կատարյալ խաղաղություն եւ անվրդովություն այս աշխարհում, չգիտեմ, մեկ էլ անապատականներն ունեին, անապատում աշխարհում ապրող մարդուն դժվար է ամբողջովին խաղաղություն ձեռք բերել, բայց հարաբերական խաղաղություն, կայունություն պարտավոր ենք ձեռք բերել, այլապես չենք կարող այս աշխարհում երջանիկ լինել, օրհնություն ստանալ Տիրոջից, որտեղ այդ ներքին անխաղաղ վիճակը չի կարող մեր երջանկություն պարգևել։ Եվ ամեն ինչի հիմքը աղոթքն է։ Ըստի պետք է մենք սովորենք եւ կատարենք առողջ, խոհեմ եւ անկաշկանդ, ազատ աղոթք։ Եվ այդ աղոթքը մեզ կազատագրի մտավոր, հոգևոր, ամեն տեսակի պատերազմներից եւ կարգելափակի զգայարանների միջոցով չար տեսարանների, չար ինֆորմացիայի, չար ընկալումների մուտք։ Ամեն։ Ոստի հորդորում ենք միշտ խոհեմ ու ազատ անկաշկանդ